Ջրի արտահոսքի հետքերով սովետական շենքը 8-րդ հարգում ենք կողքի հարևանի տնից ըստ երևույթին հոսքերը հեսա հասկանանք։ Ինչ հարևանի տուն ուսումնասիրություններով կարծում եմ նախնական վխողակաշարից ունենք ինչ-որ մանր հոսքեր, նաև սալիկի մեջ եմ ես հատվածում անհերմետիկություն դիտարկում, դա էլ է միանշանակ խնդիր, բայց նախ եւ առաջ կանցնեմ ճնշումներով ստուգելուն խոնավաչափով այս հատվածից այս բարձրությունով գրեթե 1.20 մետր բարձրության վրա գերխոնավ է ամբողջ սալիկը։ Ինչ ակուստիկ լսումները բերեց այս ծորակի մոտ, այսինքն ծորակի հետևից սալիկի տակ է լցվում, սառից էլ ունենք թեթև, տաքից ավելի շատ է։ Մի հոսքի աղբյուր էլ այստեղ ունենք սառը, այս որ մախավիկը վրան չի վինտիլի, դրանից ունենք շատ թեթև անկում, այսինքն թեթևա ձայն է գալի։ Հիմնական աղբյուրը տարջուրն է, հեսա քանդենք հասկանանք։ Արդյունքում հեսա մի հատ ճնշումով ստուգենք։ Արդյունքում սա օդի տեսքով է, դրա համար ձայնը գալի, ջրի տեսքով պատվիրատուն ուղղակի չէր կարող լսել։ Այս հատվածը սիլիկոնով մշակել էր, դրա համար որտեղ ջուրը գալիս էր դուրս, այլ գնում սալիկի հետևը։ Առհասարակ պակլի պաստայով է մշակում, զածիրկա է կանում կոնուսով այնպես, որ նման բաները ջուրը եթե խնդիր առաջանա գա հոսա սալիկի վրա։ Սիլիկոնով բեմը մի փակեք։